Իրան դեռ 90-ական թվերից մի բարերար մարդ, որը մեծատառով մարդ է, որը մեծահոգի, հայ մեծացած, նախ սկսենք նրանից, որ նա մեծացել է մանկավարժի ընտանիքում, արդեն Կալինինոյում, դա ամեն ինչ է ասում, եւ նա հայրենասեր է, դա չի նշանակում, որ ես էլ եմ այդ ժամանակները լքել Հայաստանը, ստիպված լինելը, որտեւ իմ ամուսնուն եւ իմ ընտանիքին եւ չէին թողնում բիզնեսը մալի բիզնեսը զարգացնել։ Մենք ստիպված ենք եղել լքելով, բայց դա չի նշանակում, որ ինքը հայրենասեր չի։ Իսկ պարոն Փաշինյանին ես արդեն ճանաչել եմ դեռ 93 թվականներին, որպես մանկավարժ դասել եմ տվել։ Այո, չխոսանք դրա մասին, ժողովուրդ ջան, 2000 Այո, ճիշտ է, աշակերտ էր։ Նա միջին 3 թվանշանի, սովետի վաղտվա 3-ի նշել։ Ես համասարանում արդեն ինֆորմացիոնվեց ռուսերենի մասնագետ եմ ինքս, ռուսաց լեզվի ֆրանսերենի մասնագետ եմ։ Իսկ երկու բառ չէր կարողանում, իսկ հայերենը չէր կարողանում կազմել ինքը, նախադասություններ կազմել։ Իսկ 2001 թվին ես աշխատել եմ լիտերատուրնա Արմենիա խմբագրությունում, կարամ փակագծերը բացեմ։ Այդ ժամանակ ես խմբագրի տեղակալն էի եւ մեզ խնդրեցին մի հոդված գրել, խոսքի անմեղ մարդու համար դարձնել այսպիսի, այսօր Սամվել Կարապետյանի նման։ Մենք բոլորս հրաժարվեցինք մի քանի խմբագրություններ, իսկ նա դեռ սկսնակ էր այդ ժամանակ։ Շատ սիրուն գտան իրան եւ բան չունեմ ասելու, հիմա թող ինձ տանեն ստեղից են, բայց մարդը $800 վերցրեց, առաջարկեցին իրան։ Այդ օրվանից հետո ես իրան որպես ժուրնալիստ, я չեմ не признаю, այդ օրվանից ինքը ծախվեց միջև առ այսօրս։ Եվ մի մարդ, ես իրան շատ լավ գիտեմ, որտեղ աշխատել եմ փակ բաժիններում, էլ չեմ ուզում հիմա արդեն շատ բացահայտվեմ։ Երկուսին է շատ լավ ճանաչում եմ, եւ Սամվել Կարապետյանների ընտանիքով, կնոջով, ամեն ինչով մենք նաև Թիֆլիսի հայեր ենք մամայից կողմից, բայց որ ճանաչում եմ Փաշինյանին, շատ վատ։ Ես իր մայրիկին եմ ճանաչել, մենք իրան շատ լավ ճանաչել ենք։ Դեռ որ Լևոն Պետրոսյանի ժամանակ ես որպես կարեկտոր էի աշխատում, այդ փակ բաժնում, այդտեղից ես դեռ ես ոչ, այդ դրա հետ ես աշխատանք չեք ունենալու։ Դա միայն թույլ մարդը կարող է խոսել դրա մասին, դա մենակ վախեցողը թույլ է անգրագետ։ Մի մարդ, որը չի կարողանում ներկայացնի երկիրը, մի մարդ, որ չի կարողանում ռուսերեն էլի ասեմ, ներկայացնի մեր երկիրը, եւ գենոցիդը, որ այսօրվա դրությամբ ես դրան երբեք չեմ ների այդ բանը, որ քանդում է։ Եկեղեցիները միանշանակ եւ ծիծեռնակաբերդի, չգիտես ինչի համալիրը 100 տարի մենք ոչ մի կարիք չունենք, հանգարցակի այդ կարիքը ունեցանք։ Եվ այսօրվա դրությամբ չգիտես ինչի մենք շատ լավ պարզ գիտենք։ Այո, պարզ չի, ամեն